Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականությամբ կամ լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում կամ ինչ-որ այլ տեղ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում։ Երկրորդ խոսափողի մոտ եմ ես, առաջին խոսափողի մոտ Հայաստան խմբակցությունից Ասպրամ Կրպեյանն է, ողջույն Ասպրամ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ եկել եք։ Առավոտյան դեռ պլանավորում էի, որ ուրիշ բանի մասին պիտի խոսենք, իր ասեմ, որ մենք ամսի 30-ին ենք տեսաձայնագրվում, Ասպրամի հետ էլ պայմանավորվել ենք երևի թե մի շաբաթ առաջ, որ պիտի հանդիպենք խոսենք, բայց առավոտը խաղաղ չէր ենք անել, ես մտածում էի, որ խոսելու ենք վերջի ժամանակներում ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններից, հայհոյանքներից, բազմապիսի համբալներից, ներողություն եմ խնդրում, բայց այսօր ավելի վատ բան տեղի ունեցավ, ու այսօր այն աստիճան վատ բան տեղի ունեցավ, որը ես որպես բան դաստիարակություն ստացած մարդ եթերում չեմ կրկնելու, վստահ եմ Ասպրամն էլ չի կրկնելու։ Սա շատ լավ առիթ է, որ ես որպես կնքված մարդ ասեմ, որ ես զորակցում եմ հայ առաքելական եկեղեցուն եւ հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, վեհապար հորը եւ բոլոր մնացած հոգեվորականներին, համարում եմ, որ այն ինչ որ այսօր տեղի ունենում համացանցում եւ մեր երկրում ընդհանուր առմամբ անընդունելի է ու հայտնում եմ իմ զարմանքը առ այն, որ մնացած հավատավոր քրիստոնյա հայերը ըստիս մի փոքր пассив են արձագանքում, այսպես ասենք, մենք ժամը 5:30 ենք գրվում, միգուցե ինչ որ իրադարձություններ տեղի ունենան, միգուցե մարդիկ ավելի հստակ արտահայտեն իրենց տեսակետը ստեղծված իրավիճակի շուրջ։ Ես տեղից էլ երկար խոսեցի, Ասպրամ, խնդրեմ։ Միանշանակ երկրորդում եմ այն կարծիքը, որ այս օրերին եւ այս օրը մասնավորապես այս սրբապղծության դրսևորումը, որ իմ կարծիքով տեղի ունեցավ, այսպես դաջվելու է որպես հերթական խարան մեր քրիստոնյաներիս ճակատին, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներիս ճակատին եւ մեզ մնում է միմիայն մեր զորակցությունը հայտնել, մեր անձով պաշտպան կանգնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որովհետեւ բազմիցս սրա մասին խոսել եմ, արդեն իր գործունեությամբ, իր ծավալած պատմական առաքելությամբ այս ինստիտուտը ազգային ինստիտուտ է իր կշռով, ազդեցությամբ, իր բովանդակությամբ, հետևաբար ցանկացած ոտնձգություն այս ինստիտուտի նկատմամբ, այս համակարգի նկատմամբ ոտնձգություն է մեր ազգային ինքնությանը, մեր արժանապատվությանը եւ մեր ազգային դիմագծի բնաջնջմանն է միտված։ Ես շատ անկեղծ ասած զարմանում եմ, երբ մենք դեռ շարունակում ենք զարմանալ։ Ինձ համար այս օկուպացիոն հանցախմբի պարագլխի եւ իր անմիջական շրջապատում եղած անձանց վարքագիծը բացարձակ զարմանալի չէ։ Մարդիկ, ովքեր ուրացել են հայրենիք, մարդիկ, ովքեր իրենց իշխանության գալու իշխանազավթման գործընթացից անմիջապես հետո թիրախավորել են հայ առաքելական Սուրբ եկեղեցին, բազում օրինակներ մենք կարող ենք այսօր քննարկել, նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումից սկսած, Սարդարապատում վեհապար հոր նկատմամբ տեղի ունեցած էլի ամբարո հրահանգով վարքագիծը, այսօրվա սրբապղծությունը, Արցախի մեր պատմամշակութային հոգևոր ժառանգության նկատմամբ ունեցած անտարբեր վերաբերմունքը եւ դրա ոչնչացման դեմ որևէ քայլի, որևէ քաղաքական խոսքի չհնչեցման քաղաքականությունն ու դիտավորությունը, այս ամենը ինձ որպես հայ մարդու այլ տարբերակ չի թողնում, քան այն համոզումը, որ այստեղ կա հստակ դիտավորություն, այստեղ կա հստակ քաղաքականություն, եւ այդ քաղաքականությունը մեկ միտում ունի,
արժեզրկելու այն ամենը, ինչ ազգային է, արժեզրկելու այն ամենը, ինչ հայկական է, այն ամենն, ինչ մեր ինքնության հենքն է։ Ես նաև ուզում եմ, որ մենք ձեր եթերում եւս սրա մասին խոսենք, որ պատահական չէ, որ ադրբեջանական հակաքարոզչության եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղված արշավներին այսպես սահուն գալիս են հաջորդելու այս օկուպացիոն հանցախմբի արշավները։ Գիտեք, մենք կարող ենք որպես հոտ կարող ենք շատ հարցերում անհամաձայնություն ունենալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների հնչեցրած կարծիքների հետ կապված կամ շատ դրվագներով ունենանք մեր դիրքորոշումն ու կարծիքը, բայց դա երբևէ չպիտի այդ անձնավորումը այս կամ այն սպասավորի նկատմամբ վերաբերմունքի անձնավորումը մենք պրոյեկտենք կառույցի դեմ եւ արժեզրկենք մեր ազգային ինքնության հենասյուն հանդիսացող կառույցի բովանդակությունը, որովհետև առանց այդ ինքնության պաշտպանության, առանց այդ ինքնության արժևորման մենք ապագա չունենք, բառի բուն իմաստով ապագա չունենք։ Եվ հետևաբար այդ բոլոր տարաձայնությունները կամ այդ տեղեկատվական քարոզը, ահաբեկչական քարոզչության հետևանքով հանրային այդ բացասական տրամադրությունները, որոնք տարիների ընթացքում գեներացվել են եկեղեցու կամ եկեղեցու սպասավորների նկատմամբ, հենց այս վերջնական հանգրվանին են պատրաստել մեզ բոլորիս, որպեսզի մենք էլի պարակտվենք, հեռանանք, մեր ինքնությունից հեռանանք, մեր արժեքներից հեռանանք, եւ ում է պետք ժողովուրդը ազգը, որը ազգային ինքնության խարիսխ չունի։ Ես համաձայն եմ ձեր հետ, ես ավելի քան վստահ եմ, որ սա հասարակություն եկեղեցի փոխհարաբերությունների մասին չի ընդհանուր առմամբ, որովհետև կաթողիկե եկեղեցու հոգևորականների մասով, այսինքն Վատիկանում կան հստակ դատավճիռներ ու շատ վատ գործողությունների համար դատավճիռներ, բայց ես չեմ հավատում, որ որևէ կաթոլիկ երկրի առաջնորդ կարա որևէ հոգևորականի մասին նման տոնայնություններով խոսի, նույնիսկ գործող դատավճիռների դեպքում։ Դա անթույլատրելի է եւ սա բարոյականության մի դաշտ, որը ակնհայտորեն բացակայում է մեզ օկուպացիոն հանցախմբի պարագայում, իրենք այդ բարոյականության դաշտը չունեն, իրենք այդ բարոյականության ծիրից զուրկ են, հետեւաբար նաեւ այս արշավը պիտի դիտարկել նախընտրական քարոզարշավի դրամաբանության մեջ։ Այս մարդիկ մեկ նպատակ ունեն իրենց իշխանությունը պաշտպանել ամեն գնով եւ այդ գինը կլինի այս նոր նորմալ դարձած հայհոյախոսության եւս մեկ հարթակ նվաճելը կամ ինչ որ փոքր շրջանակների հիվանդ երևակայությունը բավարարելու միջոցով մի քանի ձայն ավել ընտրություններին ստանալը, թե այլ միջոցներով իրենք պատրաստ են դրան։ Եվ այդ ճանապարհին ես ուզում եմ, որ մենք այսօր խոսենք եւ կենտրոնանանք մեր անելիքների վրա, որովհետեւ նորից եմ կրկնում, ինձ համար զարմանալի չէ այս անբարո վարքագիծը։ Ես այլ որևէ տեսակի բովանդակության վարքագիծ այս մարդկանցից չէի էլ սպասում։ Եվ չեմ ուզում, որ մենք դառնանք իրենց այս անբարո օրակարգի թեկուս քննադատությամբ սպասարկողները եւ այս օրակարգի տիրաժավորողները։ Ես ուզում եմ, որ մենք իրապես հասկանանք այս օրհասական պահի լրջությունը, որովհետև անընդհատ խոսում են եւս մեկ կարմիր գիծ հատվեց։ Չկա, այս մարդիկ չունեն կարմիր գիծ, որ հատեն։ Իրենց համար չկա մի արժեք, մի երևույթ, որը կարմիր գիծ է եւ որի նկատմամբ ոտնձգությունն անթույլատրելի է։ Կլինի դա ընտանիք, կլինի դա եկեղեցի, կլինի դա
ներանձնային հարաբերություններ չկան։ Եվ մենք տեսանք, չէ, ինչպես են իրենք իրենց թիմի ներսում, իրենց թիմակիցներին վերաբերվում, ինչպես են բոլոր թե մարդկային, թե բարոյական գծերը հատում, այլ ակնկալիք իրենցից չպիտի ունենանք։ Եվ ես շատ ցավում եմ, որ դեռ տեսնում եմ ապիկարության մասին արձանագրություններ կամ իրենց խելահեղության կամ հոգեկան առողջությանը վերաբերող ինչ որ դիտարկումներ, որովհետև իմ խորին համոզմամբ իրենք շատ լավ գիտեն ինչ են անում։ Եվ սա շատ մտածված հենց տեղեկատվական ահաբեկչական արշավ է հայ ժողովրդի նկատմամբ։ Սրանով եւս մեկ անգամ փորձում են բարոյալքել, եւս մեկ անգամ փորձում են արժանապատվությունից զրկել եւ եւս մեկ անգամ փորձում են պառակտել մեր հասարակությունը։ Մեր արձագանքը պիտի լինի մեկը՝ մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները։ Ես սրա մասին չեմ հոգնելու խոսել։ Մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները, բոլոր տեսակի ներանձնային, ներխմբային, ներկուսակցական նախապատվությունները, նախասիրություններն ու ամբիցիաները։ Մենք օր առաջ միաբանվելու խնդիր ունենք։ Կլինի դա նախընտրական քարոզարշավների տրամաբանության մեջ, թե այլ տրամաբանությամբ, այդ միաբանությունն այլ ընտրանք չունի։ Ցավալիորեն չկա մեկը, ով ունակ է ջախջախիչ հաղթանակ տանել այս օկուպացիոն հանցախմբի նկատմամբ։ Եվ որքան մենք պառակտվում ենք, այնքան ամրանում են սրանց դիրքերը։ Ասպրամ, Աստված վկա, ես չէի ուզում դրա մասին խոսեի, դա դուք սկսեցիք, էլի։ Ես բարձրապես։ Հիմա այսօր ընդդիմադիր դաշտը անում է ուղիղ հակառակը ձեր նկարագրածի։ Թե ձեր ֆրակցիայի գործընկերները, թե պատիվ ունեմի գործընկերները, այսինքն այն ինչ մենք տեսնում ենք վերջին 2-3 ամսվա մեջ, այն փոխհարաբերությունները երկրորդ եւ երրորդ նախագահային հարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ հենց այն է, ինչ դուք նկարագրում եք, այսինքն քանի ստեղ տեղի է ունենում էս, ստեղ էլ տեղի է ունենում էս։ Նախ ինչի է այդպես, հասկանանք, այսինքն ինչ կա, ի վերջո ինչ են կիսում էս մարդիկ։ Որտեւ իմ տպավորությամբ հայկական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները կիսում են տեղի չունեցած հաղթանակը։ Այսինքն այդ հաղթանակը հələ չի տեղի ունեցել, մեծ հաշվով դժվար է ասել ինքը տեղի կունենա թե չէ, բայց ընդդիմության մեջ արդեն այդ հաղթանակը կիսում են։ Ես չէի կարող համախմբման օրակարգի մասին չխոսել, որովհետև դա մի օրակարգ է, որի մասին խոսել եմ առաջին իսկ օրվանից, երբ խորհրդարանում եմ հայտնվել, եւ սա օրակարգ է, որին ես անվերապահորեն հավատում եմ եւ գիտեմ, որ առանց այդ օրակարգի կյանքի կոչման հաղթանակ այս օկուպացիոն հանցախմբի նկատմամբ հնարավոր չէ։ Թե ինչ են մտածում եւ ինչպես են արդարացնում կամ բացատրում տարբեր քաղաքական գործիչներ իրենց հանրային վարքագիծը, դա կթողնեմ յուրաքանչյուրի մեկնաբանությանը։ Ես այստեղ եմ խոսելու իմ անունից եւ իմ համոզմունքների մասին խոսելու։ Ես շարունակելու եմ իմ գործընկերների շրջանում հանրային խոսքումս խոսել համախմբման օրակարգից, ես շարունակելու եմ կարևորել այդ օրակարգի օրակարգը եւ շարունակելու եմ այդ օրակարգի իրականություն դառնալու ճանապարհին իմ փոքրիկ առաքելությունը։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ այլևս որևէ սրբություն, որ մեզ համար որպես հայ մարդ գոյություն է ունեցել, անհարված չթիրախավորված չի մնացել։ Մենք այլևս ոչինչ չունենք կորցնելու։ Եթե շատ տարբեր առիթներով եւ լսել եմ, մենք էլ ենք ունեցել այդ զրույցը, որ ամեն անգամ այսպես ինչ որ մի հարցակման հաջորդող զրույցներում այսպես է, զրույցն էս բովանդակությունն ունի։ Վատ էր, բայց այսքան վատ չէր, հիմա ավելի վատ է, քան երեկ էր, մենք այսպիսի բան չէինք սպասում, բայց
ինչպես կարելի էր այս տեսակ որակումներով հանդես գալ կամ այս տեսակ ձևակերպումներ օգտագործել, մենք ենթագիտակցորեն կարծես փորձում ենք դեռ այն հույսը կենթանի պահել, որ այն մարդիկում հետ գործ ունենք, իրենք հայ մարդիկ են, իրենք այն արժե համակարգի կրողն են, որի կրողը մենք ենք կամ ցանկություն ունենք լինելու կամ ձգտում ենք լինելու, եւ այդ լիահույս ակնկալիքն ունենք, որ ինչ որ մի պահի, ինչ որ մի հրաշքով իրենք պիտի սթափվեն, վերագտնեն իրենց ինքնությունը կամ վերադառնան իրենց ակունքներին եւ բարոյական վարքագիծ դրսեւորեն։ Կարծում ենք, որ իրանք իրանք գոնե պիտի դաստիարակված մարդու նման պահեն։ Այդպես չի լինելու։ Այդպես չի լինելու։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ այս տաղավարում չեն պահելու իրանք դաստիարակված մարդկանց պես։ Չի լինելու, չի կարող։ Բարոյական ծիրից զուրկ մարդը ունակ չէ այդ տեսակ վարքագիծ դրսևորելու։ Ես նաև բազմիցս ասել եմ, որ մենք էլ որպես մեր լավ եւ վատ կողմերով, մեր դրական եւ բացասական կողմերով, մենք ունակ չենք այդ դաշտում, այդ անբարոյականության դաշտում իրենց հաղթելու։ Հետևաբար ճիքերն ու ջանքերը այդ դաշտում մեր թվացial տեղը գտնելու կամ մրցակցային դիրք գրավելու, դա էլ է ապարդյուն։ Մեր նպատակը պետք է լինի որակյալ այլընտրանք մեր ժողովրդին առաջարկելը, այլ ինչ չենք մենք, իրապես ինչ չենք մենք, այն չենք ինչ սրանք են, այն արժեքների կրողը չենք ինչի կրողը սրանք են, այն դավանանքի, այն անբարոյական վարքագծի, հակադավանանքի կրողը չենք ինչի կրողը իրենք են։ Եվ այս այլընտրանքը շոշափելի այլընտրանք պիտի լինի, սա երևակայական խոսքի մակարդակում այլընտրանք չպիտի լինի, եւ այդ խոսքը հստակ գործի պիտի վերածվի։ Մենք չենք կարող նույն երևույթների նկատմամբ ունենալ նույն վարքագիծը, պարզապես բավարարվելով ազգային գաղափարական փաթեթավորմամբ եւ ասել, մենք ենք հավակնորդը եւ այդ այլընտրանքի սպասարկուն, այդպես չի լինում։ Սրա մասին էլ եմ խոսել, մարդիկ հիմար չեն։ Ժողովուրդը հիմար չէ։ Այդ անկեղծությունն ու այդ թափանցիկությունը, այդ բարոյական ծիրը զգալու ունակություն ունի իբնե ժողովուրդը։ Դու չես կարող իրեն մոլորեցնել։ Այո, կարող ես իր այդ բարոյական լարերի վրա, հոգու լարերի վրա խաղալ, ստել իրեն, խաբել, մոլորեցնել, բայց քո վարքագիծը ի վերջո հանգեցնելու է այդ գիտակցման վերագտմանը, որ չէ, այս մարդիկ մեզ հետ կարծես թե այնքան էլ անկեղծ չէին։ Եվ մենք այդ իրականությանն էլ ենք նաև ականատես լինում։ Այս հանրային դժգոհության ալիքը, որ հիմա կա այս իշխանություններից, հենց դրա վառ դրսևորումն է։ Մեր նպատակը պիտի լինի որպես ազգային ուժերի, որպես քաղաքական հայտ ներկայացրած ուժերի համախմբման ապահովումը, այս դժգոհության մեկ թիրախին, դժգոհության ալիքը մեկ թիրախին ուղղելը, որովհետև այլ պարագայում, եթե մենք մեր անգամ դույզնինչ մեր ուշադրությունը շեղեցինք այդ մեկ թիրախից, զբաղվեցինք այլ հարցերով, որոնք իմ գնահատմամբ, իմ համեստ գնահատմամբ 1000-րդական են, 10,000-րդական են եւ անկարևոր այս շրջափուլում, մենք միայն կորուստներ ենք արձանագրելու։ Մինչև 26 թիվը քաղաքական գործընթացներ սպասում եք, լուրջ թե չէ։ Ես շատ հուսով եմ, որ քաղաքական վճռականություն, քաղաքական պատասխանատվություն դրսևորելու առիթ կունենա ազգային դաշտը։
որովհետև ինձ համար քիչ առաջ էլ ասացի, այս իրավիճակը օրհասական է։ Այս իրավիճակը ավելի է վատթարանալու։ Եթե մենք այսօր ենք այստեղ նստած ամսի 30-ին նստած արձանագրում ենք, որ այսօր տեղի է ունեցել մի անբացատրելի երևույթ, մի անբարո երևույթի ականատեսն ենք եղել, ես ձեզ վստահեցնում եմ, որ վաղն ավելի վատ է լինելու։ Եվ քանի այդ սպասման մեջ ենք, եւ քանի այդ հապաղման մեջ ենք, իրավիճակն էլ ավելի է վատթարանալու։ Եվ դրանից բոլորս ենք տուժելու։ Չի լինելու գեթ մեկը, ով անվնաս է դուրս գալու այս իրավիճակից, որովհետև որևէ մեկս պաշտպանված չենք։ Որևէ հայ մարդ Հայաստանի Հանրապետությունում այսօր պաշտպանված չէ։ Որևէ հայ մարդու իրավունքներ, ինքնություն, արժանապատվություն պաշտպանված չէ։ Ու այստեղ այլ քննարկում չպիտի անգամ լինի։ Ես կարծում եմ, որ այդ հուսով եմ, որ այդ վճռականության դրսևորման առիթը մենք ունենալու ենք։ Եթե գործընթացները այնուամենայնիվ ձեր նկարագրածով չգնացին եւ եկավ 26 թիվը իր ընտրական գործընթացով, ձեզ համար որոշում ունեք, շարունակելու եք քաղաքականությամբ զբաղվել։ Ես հուսով եմ, որ մինչ այդ օրվա Դեռ չէ, հույսում եք, որ դրան չի հասնի։ Չէ, մինչ այդ օրը մոտենա, մենք դեռ առիթներ ունենալու ենք հանդիպելու եւ զրուցելու։ Որոշում չունեք դեռ։ Կարծում եմ, որ դրա մասին դեռ առիթ կունենանք զրուցել։ Որտեղ իմ տպավորությամբ քարոզարշավը արդեն սկսել են քաղաքական ուժերը գոնե առաջի դեմքերի մակարդակով։ Այսինքն այն, որ նախագահ Քոչարյանը, նախագահ Սարգսյանը եւ Փաշինյանը այլևս քարոզարշավի մեջ են, այդ պարզ է։ Քաղաքական ուժերը սկսել են այդ քարոզարշավը ու ինձ այնքան էլ դուր չի գալիս որակը այդ քարոզարշավի, լավ այսպես ասեմ ձեզ։ Անբնական կլինի, եթե քաղաքական ուժերը նախընտրական տարում քարոզարշավով չզբաղվեն։ Այստեղ ուրիշ հարց կա։ Այստեղ եթե մենք նորմալ պայմաններում ապրեինք եւ մենք հերթական նախընտրական տարում լինեինք եւ ընտրություններով զբաղված լինեինք, շատ բնական կլիներ եւ շատ նորմալ կլիներ։ Այս քննարկումն էլ քաղաքական ուժերի դիրքավորումն էլ եւ վարքագիծն էլ։ Բայց քանի որ մենք հիմա ֆորս մաժորային իրավիճակում ենք եւ կորուստները մեկը մյուսին հերթ չտալով արձանագրվում են, ես դրանով եմ պայմանավորում այս ակնկալիքը, իմ ակնկալիքը եւ ինձպես շատ հայ մարդկանց ակնկալիքը վճռականության, քաղաքական որոշման, դրսևորման ակնկալիքը եւ շատ բնական եմ նաեւ այդ ակնկալիքը համարում, որովհետեւ եթե մենք ենք այն խումբը, մարդկանց խումբը, քաղաքական այրերի խումբը, որ քաղաքական հայտ է ներկայացրել, բնական է, որ այդ ակնկալիքը մեզնից պիտի լինի։ Եվ ես կրկնելով իմ նախորդ պնդումը, ես շատ հուսով եմ, որ առիթը ունենալու ենք այդ վճռականության, քաղաքական վճռականության դրսևորման։ Ես պարզապես անձնապես այլ ընտրանք չեմ տեսնում։ Ես գիտեմ, որ ամեն բարոյական գիծ այլևս հատված է, ես գիտեմ, որ իրենք անմրցելի են այդ դաշտում, ես գիտեմ, որ մեր միակ փրկությունը միաբանության եւ համախմբման մեջ է եւ հետեւաբար այս գիտելիքն է, որ ինձ ուղղորդում է այս հետևությունները անելու։ Մենք մոտ 2 րոպե ունենք, կուզեի շատ կարճ քննարկենք բանակի մասին, զինծառայության, զինապարտության մասին նոր օրենքը, որը ըստ իս կատաստրոֆիկ է, ուզում եմ հասկանամ ազգային ժողովում ինչ գործընթացներ են գնում, ընդհանուր առմամբ հասել է այդ օրենքը ազգային ժողով չի ասել քննարկումներ լինելու են չեն լինելու։ Քննարկումների փուլում են, ես ուզում եմ տեսեք, սա էլ հերթական, այսինքն բանակին թիրախավորելը, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն թիրախավորելը
այս բոլոր գործընթացները ես հենց այս ամբողջական պատկերում եմ դիտարկում։ Մեկ նպատակ իրենք այդ կերպ փորձում են խարխլել բանակի հիմքերը, իրենք փորձում են նաև այդտեղ արատավորել այն պատիվը, որ յուրաքանչյուր հայ տղամարդ եւ կին ունենում էր, ես ասում եմ որպես պահեստազորի սպա, ունենում էր բանակում իր ծառայությունը մատուցելիս, որովհետև դա պատիվ է։ Ես պատիվ եմ համարել։ Ես իմ համեստ ծառայությամբ պատիվ եմ համարել հայկական բանակում իմ ծառայությունը։ Եվ ես վստահ եմ յուրաքանչյուր տղամարդ, որ իր կյանքի 2 տարիները նվիրել է հայոց բանակին, այդ նույն իր բոլոր դժվարություններով, իր բոլոր խնդիրներով, որ մենք գիտենք, միգուցե դուք ավելի շատ, ես ավելի քիչ, ինչ որ մարդ էլ ավելի շատ։ Այդ բոլոր խնդիրներով հանդերձ դա եղել է պատիվ։ Դա եղել է արժանապատվություն, դա եղել է սեփական անձի նվիրումի դրսևորում սեփական ժողովրդին եւ պետությանին։ Եվ այս հիմքերն են իրենք խարխլում։ Այդ օրենքում ինձ ավելի շատ անհանգստացնում է հետեւյալը, տեսեք 27-ից հետո միշտ էլ կային ինչ որ մարդիկ, որոնք վճարում էին ու վերադառնում էին։ Ես ոչ մեկին չեմ ուզում նեղացնեմ կամ վիրավորեմ, իմ հարազատների մեջ կան, իմ ընկերների մեջ կան, բայց այդտեղ քանդվում է տրամաբանությունը։ Այսինքն երբ որ այդ մարդիկ վճարում էին եւ վերադառնում էին, տրամաբանությունը հետեւյալն էր, որ հայրենակիցներ, դուք հանցագործներ եք, մենք արձանագրում ենք ձեր գործած հանցանքը, որ մենք արձանագրում ենք ձեր հանցանքը, բայց հաշվի առնելով, որ դուք մեր հայրենակիցներն եք, մենք ձեզ ներում ենք ձեր հանցագործությունը։ Դուք մնում եք հանցագործ մինչև կյանքի վերջ, բայց դուք ներված եք, այո, դուք կարող իսկ հիմա մանիպուլյացիա է գրում, հիմա ասում եմ, դե թող ինքը նախորոք տա։ Ոչ, հիմա ոչ ավելի հեռուն են իրենք գնում, հիմա իրենք հերոսացնում են, չէ՞ որ հարկատուն արդեն հերոս էր, հիմա այդ գումարի ծավալը որքան մեծանում է, այնքան հերոսության չափնել է մեծանում ընկալումների գիտակցության մեջ, եւ իրենք այդ ամբարո էլի շեմն են հատում, երբ հերոսացնում են գումարով բանակում ծառայությունից խուսափելը։ Այսինքն ստացվում է այն մարդիկ, ովքեր չունեն այդ գումարը եւ այլ ընտրանքեր չունեն, հետեւաբար պիտի գնան եւ հայրենիքին սրբազան իրենց պարտքը մատուցեն։ Այդ մարդիկ հայտնվում են այս շատ ողբերգական իրավիճակում։ Իրենք չհերոսներն են, իրենք անկարողներն են, իրենք են թույլերն են, անբաշար էլի այո, թույլերն են, իսկ այն մյուսները, որոնք ունեն գումար եւ որոնք այդ բարոյական գիտակցումից են զուրկ, որ հասկանան, որ որևէ գումար չի կարող փոխարինել քո սրբազան պարտքը հայրենիքի նկատմամբ եւ դա բարոյական մակարդակում է։ Իրենք դառնում են հերոսացվում են, այսինքն մեր հերոսներին, իրական հերոսներին փոխարինում ենք գումարով բանակից ազատվողների մարդկանց։ Սիրելի ռադիո լսողներ, այսքանը շարունակեք լսել գործարար ալիքը, թարմ ուղեղով եք դուք լսում։ Դավիթ Խումարյանն էր ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ Ասպրամ Կրպեյանն էր, կհանդիպենք։